Դպրոցը հիմնվեց այն ժամանակ, երբ Հայաբնակ դարձավ Ամասիայի ամենահեռավոր ու սահմանամերձ համայնքներից Արեգնադեմը 1989 թվականին։ Այն ժամանակ ուկրաինացիների կառուցած բնակարաններից մեկը հատկացվեց որպես դպրոց ժամանակավոր հիմունքներով։ Դպրոցը մնաց նախատեսված այդ տանը 20 տարուց մի փոքր ավելի, ընդգրկելով նաև շրջակա երկու տները։ Դպրոցի շենք կառուցելու համար տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ են եղել։ Վերջին անգամ Արեգնադեմին դպրոց կառուցելու խոստում տրվել էր անցած տարի։ Այն ժամանակ եթե սա 4 սենյականոց էր եւ ննջարանը եւ հյուրասենյակը միասին դարձրեցինք, միջնապատերը հանեցինք, այն կենցաղային մնացած այդ բաները վերացրեցինք եւ ստեղծեցինք, հարմարեցրեցինք։ Անցյալ տարի պետբյուջեում նախատեսված էր, որպեսզի կառուցվեր ֆինանսական ճգնաժամը եւ մարզի ղեկավարությունը գտավ, որ մենք եթե 20 տարի դիմացել ենք, էլի իզորու ենք դիմանալու։ Իսկ ինչ ասել է դիմանալ 20 տարի կամ բնակարանային պայմաններում դասապրոցես իրականացնել, դպրոցի փոխտնօրեն Մամիկոն Հովհաննիսյանը գերադասեց խոսել թվերով։ Նախկին 120 աշակերտից 70-ն է մնացել։ Դասարանները կոմպլեկտավորվում են ու փակվում, իսկ գյուղի աշակերտները գնում են հարևան գյուղի դպրոցներ, այնուհետև գնում են նաև ծնողները եւ սահմանային նոր ձևավորված գյուղը կամաց-կամաց հայաթափվում է։ Յուրաքանչյուր ծնող ձգտում է, որ իր երեխան, ասենք, գնա այնպիսի դպրոց, որտեղ կան գրեթե բոլոր հարմարությունները։ Յուրաքանչյուր երեխա ձգտում է, որ իր երեխան բացի դասերից ունենա, ասենք, երաժշտական կրթություն, ունենա, ասենք, մասնակցի խմբակների տարբեր տեսակի։ Տարածաշրջանում ես ինչքան գիտեմ, այս մի դպրոցն է մնացել, որ կառուցվի։ Որ կառուցեին, գյուղը չէր քայքայվի, երիտասարդության համար նախապայմաններ ստեղծվի, որ մնան, գյուղը քայքայվում է, ինչի երիտասարդությունը գնում են։ Երիտասարդությունը գնաց, որոշ ծնողներ երիտասարդների հետ են գնում։ Դա էլ տանում է քայքայման։ Դպրոցում 120 աշակերտներ, հիմա մնացել է 75։ Մտնել Արեգնադեմի դպրոց նույնն է, ինչ քայլել 20 տարով ետ։ Նավթի վառարաններ, դպրոցական մետաղե զանգ։ 21-րդ դարում այսպիսի պայմաններ Եվրամիություն քայլող Հայաստանի համար պատկերացնում են արդյոք եվրոպական երկրներում, հարցնում է Մամիկոն Հովհաննիսյանը, ով դասավանդում է մարմնամարզություն ու նաև խոստովանում, դեռ առաջնորդվում են խորհրդային դպրոցի դոկտրինաներով, ֆիզկուլտուրա պարապել բացօթյա, ու պատճառը մեկն է՝ դպրոցը չունի ու երբևէ չի ունեցել ֆիզկուլ դալիճ։ Բացօթյա Սա համատեղ վոլեյբոլի և բասկետբոլի դահլիճն է, բասկետբոլի շիտը, բրդաձողը, ցածկափոսը, թեթևատլետիկական, այս էլ մեր հանդիսությունների բեմը։ Այնուամենայնիվ Արեգնադեմի դպրոցը մեծ հաջողություններ է ունեցել, ոսկե մեդալակիչներ ու բուհական այնպիսի հաջողություններ, որոնց մասին տնօրեն Վարազդատ Նիկոլյանը չի կարող խոսել առանց հուզմունքների։ Մեր դպրոցում լավ է, մենք կարողանում ենք այս պայմաններում էլ արդյունք ցույց տալ։ Եթե 9 շրջանավարտից, եթե մենք ունենք բժշկական համալսարանում այսօր հերացու, պետական, ուսանող, եթե մենք ունենք Երևանի մանկավարժական համալսարանում ուսանող, Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։